Քրիստոս Հայրյավի մեռելոց ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, Հովհաննես Առաքյալը իր առաջին նամակի 3-րդ գլխում հետևյալն է գրում. Տեսեք, ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։ Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։ Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքրում։ Սիրելիներ, ինչպիսի մեծ սեր Աստված մեզ շնորհեց, երբ կոչեց մեզ իրեն որդիներ։ Այսօրվա մեր հոգևոր խորհուրդը սրա շուրջ է։ Յուրաքանչյուր մեկս արդյոք գիտակցում ենք օրվա ընթացքում, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ում ենք մենք պատկանում, ով է մեր Հայրը։ Շատ դեպքերում Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը պիտի հիշենք, երբ մարդը ստում է, սուտ է խոսում, ուրեմն ստի որդին է, իսկ ստի Հայրը գիտենք ով է։ Ուրեմն այսօրվա խորհրդի շուրջ յուրաքանչյուր մեկս պիտի ձգտենք մեր հորը նմանվել, որովհետև Հայրը ինքը նախ եւ առաջ ցանկություն ունեցավ իր սիրով մեզ իրեն որդիներ դարձնել։ Մենք որպես մոլորված զավակներ չենք կարող հասկանալ, թե որ կողմ պիտի գնանք, որպեսզի հորը որդեգրվենք։ Եվ վերջի վերջո, իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի մենք այդ շնորհին արժանացանք, որովհետև Տերն ինքը մեզ քաշեց, տարավ եւ դարձրեց հորը որդիներ։ Ահա այն մեծ պատիվը, որ Աստված մեզ տալիս է, սակայն ամեն օր չէ, որ մենք անդրադառնում ենք դրան։ Ուրեմն այսօրվա խորհրդի շուրջ անդրադարձեք, որ դուք յուրաքանչյուր մեկդ որդիներ եք Հայր Աստծո, եւ որքան կարեւոր է ձեր յուրաքանչյուր քայլը, խոսքը, գործը, արարքը, մտածումը նմանվի Հայր Աստծուն։ Քրիստոս Հայրյավի մեռելոց ձեզ եւ մեզ մեծ ավետիս։